Մաքսիա Մանասյան։ Արցախից տեղահանված ենք, չենք ստացել աջակցությունից չենք օգտվել։ Հիմա ակցիան դրա համար է, որ ստանանք մեր չստացածները։ Մեր ինչ ասեմ։ Եվ նաև արդեն այլևս չի գործելու 40 Դե չի գործելու, բայց առ այսօր մենք մի կոպեկ էլ չենք ստացել։ Անցածները կողմը, ասենք հիմա հեսա 2 տարի է էլի, 2 տարի է ոչ մի բան։ Դե այդպես չի կարելի չէ։ Վարձով մնում ենք երիք չի, հələ այդքան ոչ նորմալ աշխատանք կա, ոչ էլ ինչ-որ մի բան։ Մեզ էլ մեր տնից տեղից անել հայերեն, եկերենք ընկերենք ստե թափառականի նման։ Հարգելի լրագրող։ Նաև բնակարանային ծրագիր է մշակված, ասենք օգտվում եք եւ արդյոք ճիշտ ծրագիր է։ Ճիշտ ծրագիր է, ճիշտ բան կա։ Ճիշտ ասածը տենց հլա 3 հոգի ենք, 2 հարկանի տուն ենք թողել եկել։ Հիմա 3 հոգի 9 միլիոնով տունար։ Թողած իմաստ չեն խոսում, մասնագնաց սահմանամերձում տալիս եմ 5 միլիոն բայց ես սահմանամերձում ոչ աշխատում եմ ընտանիքը պահեմ, ասենք թե մի աշխատողել ես եմ, տղա զինծառայող սահմանամերձում այդքան տեղ իր ուզած բանը զորամաս չկա որ ծառայի, իր այն աշխատող տղու ընտրած աշխատակը չկա, թեկուզ ես լինելով հանդեպ իմ համար չկա աշխատակ, որտեղ աշխատել որ ընտանիք սպան, այդ քեզ սահմանամերձում, այդ քեզ մեր բայց տված փողով սահմանամերձում կարաս տուն առնես։ Դե սահմանամերձ այն ապրում սահմանամերձ։ Մեր ընտանիքի 3 հոգի ենք հիմա 15 միլիոնով մեզ օգտում կտա։ 15 միլիոնով ո՞ր ինչ տալիս, ասենք թափ, ո՞ր 15 միլիոնով սահմանամերձ։ Հիմա սահմանամերձի տներն են ինձ շատ հակասել։ Սահմանամերձում էժանունով դուք։ Ասենք դուք։ Ասեմ, երեխս ծնվել է Ղարաբաղում, կինս Ղարաբաղից, ես Հայաստանից։ Հիմա ոչ մեկ, ասենք, ստեի գրանցում ունեմ։ Չգիտեմ, պատճառաբանում են, ինչ են անում, ոչ մի աջակցություն չեն տալի։ Ոչ մի հատ չեմ ստանում։ Ասում եմ, ինձ ես հələ հեչ, գոնե կնոջս երեխային։ Չէ, ասում եմ։ Չէ, ասում եմ, հոգը։ Ինչն է հիմքը Ես հիմքն նա ինձ, հա, բա ինչ եմ արել։ Հա, բան դեղել վիրավորվել եմ։ Վիրավորվել եմ։ 23 թվականին եք դարձանվել։ Հա, 23 թվականին դուրս եմ եկել ենք, գնացել ենք Տավուշի մարզ քաղաքայրում ընդեղ եմ ապրում։ Ո՞ր շրջանից եք տեղահանված։ Մարտակերտից, քաղաք Մարտակերտից։ Ես էլ եմ ընդե բնակարան $20,000 տվել եմ տուն եմ առել։ Բայց ուրա։ Նաև պատերազմի մասնակից։ Միանշանակ 16 թվին ինչքան եղել է, հաճախակի գնացել եմ պոստեր, ամեն տեղ։ Եղնիկներ գնացել եմ, Մադաղից գնացել եմ, Մարտակերտ գնացել եմ, սաղ է ցելի են ոնց են ասում լինիան պահել եմ, ինչ անել։ Բայց հիմի ոչ մի բան ասում են Հայաստանի քաղաքացի ես վերջ։ Դե հիմիտես չի կարելի, չէ։ Հիմա նաև խաղաղության պայմանագիր է կնքվում Ադրբեջանի միջև արդեն բոլոր Հա, դե հեսա նոր մեկնել եկավ մի հատ մարդ եկավ անցած պրոստը անցորդ է։ Կռիվը սկսվի, որ կնքեն, ասեմ, Էտա։ Ավելորդ զոհեր չտանք, դրա համար կնքեցինք, մեկա տալու ենք։ Արի մեկիչ էլ դու խոսի։ Տալու են։ Արդեն տված է, Արցախի նման։ Վերջի օրը ինձ պոստից 20 թվին թուրքերը մեր գյուղը վերցրել են, հետո զանգում են ամուսնուս, ինքը գյուղատնտես է, մեր 12 գյուղը, շուտ արի, թե չի աշխատանքից ազատելու են, սաղ ասում են Ղարաբաղը տված է, ասում է, չէ, պիտի գնամ, աշխատանքից չզրկվեմ, եկել ենք, նորից Ղարաբաղում մնացել, նորից 3 տարի, նոր մի բաժակից, մի գթալից սկսել, նոր տուն դրել, նորից սաղ թողել, նորից դուրս եկել։ Ինչ անենք։ Էտա, արի ու տեսիշ, ինչ կանանք, ինչ անենք։ Ոչ մի բանը չի կա։ Ես Գորիսում ասեցի, ասում եմ գնացեք Ղափան, ասի չեմ գնա Ղափան, գնամ ինչ անեմ, սա կռվի դաշտից եկել եմ նորից այդամ կռվի դաշտ, ասի չեմ գնում այնտեղ։ Բա ուր ես գնալու, ասում եմ գնալու եմ հրապարակ, չադր խփեմ, տակին իմ մար նստեմ, գազն էլ դնեմ, մեն էլ դնեմ, ասեմ, ոչ տուն ունեմ, անտես ունեմ։
Գիտեն, բայց չի կարող։